Այդ փոքրիկ միտք անցավ, քանի այսպիսի դահլիճները լցվում են, մեզ հաղթել չի լինի։ Այս խելական աշխարհում տեսեք ինչեր է կատարվում։ Հեռուստացույցը միացնում ես, սպանեցին ես կան, մեռավ ես կան, տարանեկան փախցրեցին ես խելական և այս ժամանակի մեջ, այս դահլիճում եկել են մարդիկ, որոնք զգում են, հուզվում են և ընկալում են հայկական պոեզիան, մեր հրաշքը, մեր լեզվի լավագույն արտահայտությունները, ես շնորհակալ եմ ձեզանից շատ։ Ուզում շնորհակալություն հայտնել նաև մի գյումրեցու, որը պատճառ դարձավ, որ այս երեկոն կայացավ, շատ ուրախ եմ, որ իմ կյանքի ճանապարհին հանդիպեցի այդ մարդու, Կարեն Սիմոնյան, հրաշալի ծնավորություն, մի բառ ասեցի ուղղակի, ասեց ուզում ենք 20-ի երեկոն անենք, ասեց էլ մի շարունակի, ես ամեն ինչ կանեմ։ Հայ արվեստի միշտ պետք է եղել այդպիսի մարդիկ և մեզ պետք են այդպիսի մարդիկ, ինչի համար շնորհակալ եմ շատ։ Եվ հիշեցի փոքր երեխայի չարեի, մի օր հայրիկս նստացրեց, ասեց, երբ որ կգայեմ պահը, երբ որ մի կտոր քարին, մի կտոր ոսկուն և մի կտոր հացին հավասար կվերաբերվես, այդ ժամանակ բան ունեմ քեզ ասելու։ Եվ այդ պահը եկել է, որ նայեցի դահլիճը լիքն էր, մենք հոգևոր ազգ ենք, միացած են կողմը, մեռնեմ Աստծու զորությանը, որ մեզ այդ ունակությունը տվել է, Տեր Աստված փառքը չա։ Եվ հայրիկիս մի տողը, որի մեջ ամեն ինչ կա, մի բուր հանգիստ պապիս մի բուր հողի մոտ, խնկի հոտ է, մոր կաթի հոտ, ուրծի հոտ, հոգաչափ շնորհակալ եմ։